Նոր տարվա գիշերը իսպանացիները հաջողակ լինելու համար կարմիր ներքնազգեստ են կրում։ Իտալացիները հին իրերը պատուհանից դեն են նետում, հուսալով, որ նոր տարին նորություններ կբերի։ Հունաստանում տանդրնից սոխ են կախում, որպես վերածննդի խորհրդանիշ, իսկ երեխաներին արտացնում են ոսպով հարվածելով գլխին։ Ճապոնիայում հավատում են, որ նոր տարվա առաջին օրը պիտի պարտադիր ծիծաղես, որ նոր տարին ուրախ անցնի։ Կուբայում հին տարին մաքրելու համար մարդիկ պատշգամբից ջուր են լցնում անցորդների վրա։ Չիլիում որոշ մարդիկ գնում են գերեզման, թույլ տալու մահացածներին մասնակցել տոնին։ Ֆիջիում, ով ավելի արագ ու շատ բանան կուտի, նա կունենա ամենահաջող տարին։ Ավստրիացիները նոր տարին դիմավորում են մեծ աղմուկով, չար ոգիներին վանելու համար։ Բրազիլիայում հագնում են սպիտակ հագուստ, շատերը կեսգիշերին գնում են լողապ, օվկիանոսի մեջ ծաղիկներ նետում կամ աջ ոտքը դնում ջրի մեջ, որպեսզի 7 անգամ ալիքը դիպչի հաջողության համար։ Կոլումբիայում կեսգիշերին իրենց մոտ պահում են դատարկ ճամպրուկներ, որպես նոր ուղևորությունների խորհրդանիշ, նաև ձեռքում գումար են պահում ֆինանսական հաջողության համար։ Դանիայում ամանորյա ամենահայտնի ավանդույթներից մեկը ափսեներ կոտրելն է ընտանիքի եւ ընկերների դռների մոտ, որպեսզի զերծ մնան չար հոգիներից։ Ֆիլիպիններում նոր տարվա գիշերը տեղացիները թրջում են, որքան հնարավոր է բարձր, որ բարձունքներ նվաճեն։